հարգելի հետևորդներ, ովքեր ինձ դիմել են ու միսիան 5-ն է, դա կապ ունի հենց 5 օրենքի հետ։ Այսինքն, ինչը դա նշանակում։ Դա նշանակում է, որ սա բուժիչ պատկերի հետ կապ ունի, գիտելիքներ դուք պետք է ունենաք, ապրեք ըստ օրենքի։ Սա բավականին կարևոր պետք է լինի։ Այս էներգիան ունեցող մարդիկ հարգում եւ պատվում են օրենքը, դրա համար էլ բոլոր դրսևորումներով նրանց համար կարևոր են ընտանիքի, աշխատանքի, կրոնի, տիեզերքի եւ այլն օրենքները։ Օրենքի էներգիա ինքը կոչվում ունեցող այսպիսի մարդիկ 5-ի շատ ամուր կապ ունեն ուրեմն իրենց հոգեվոր ուսուցիչի կամ խորհրդատուի հետ։ Նրանք բավականին ամուր կապերը իրենց պետք է նաև հոգևորի հետ կապ լինի, հա, այսինքն հոգևոր ուսուցչի, խորհրդատուի։ Նրանք անընդհատ կարող են ստանալ տեղեկատվություն եւ գիտելիքներ, եւ այստեղ հարկ է նշել, որ այդ գիտելիքները միշտ առաջադեմ են։ Օրենքի էներգիան ունեցող մարդիկ շատ կարևոր են համարում այն կիսվել ուրիշների հետ եւ նրանք հեշտությամբ են դա անում։ Կյանքում նրանք շատ լավ կարող եմ ասել ուսուցիչներ են։ Ինգերից լինում են լավ ուսուցիչներ, լինում են լավ դասախոսներ, նրանք պարտադիր չէ, հա, որ աշխատեն դպրոցում կամ ինչ-որ համալսարանում հաջողության հասնելու համար։ Լինում են լավ թվագետներ, թվահոգեբաններ։ Նրանք պարզապես գիտեն, թե ինչպես են արդյունավետ կարող են իրենք փոխանցել տեղեկատվությունը, իրենց գիտելիքները մարդկանց։ Նման մարդիկ նաև գնահատվում են ցանկացած ոլորտում։ 5-ը դա բավականին մասշտաբային մասին է խոսում։ 5-ը կարող է նաև մասշտաբային ղեկավարել էներգիայի հիմնված թերությունները, եթե մենք կողքից նայենք, դա պահպանողականությունն է, հպարտությունը եւ համառությունը, նեղ մտածողությունը, կարգուկանոնի եւ ընտանիքի հանդեպ կապվածությունը ձեր, ինչպես նաեւ 5-րդ էներգիան ունեցող անձի կողմից սիրելիների նկատմամբ չափազանց մեծ վերահսկողությունն է այստեղ։ Նեգատիվը նաեւ դա սեփական տեսակետների դիրքորոշումների պարտադրումն է, հիմարության դատապարտումը, լսած կլինեք շատ, անարխիա, քաոս եւ սովորելու անկամություն, ուսուցանելու ցանկություն։ Ընդհանրապես ձեր միսիան է, որպեսզի դուք սովորեք վերջապես գիտելիքներ ձեռք բերեք, սովորեք, ես այսպես կարող եմ իրավիճակը, հա, գնահատել 5 թվանշանի, եթե դուք դրական օգտագործել, ձեռք բերել նախ լեզուներ սովորելու, գիտելիքներ սովորելու, ձեռք բերելու, հմտանալու, այլ լեզուներ սովորելու, հա, տարբեր, ինչքան այսպես գեղեցիկ խոսք, այսքան շատ լեզու գիտես, այնքան դու մարդ ես։ Եվ մի փոքր հետաքրքիր բան ասեմ, որը ձեզ ձեր կյանքում կօգնի։ 5-երի էներգիան այս օրենքի նաև դուք պետք է լսելու ունակություն ունենաք։ Երբ որ ձեր դիմացի անձը խոսում է, դուք պետք է ճիշտ հաղորդակցություն ստեղծեք նրա հետ։ Մեկ-մեկ լսելու ունակություն ունեցեք։ Սա շատ կարևոր է։ Հոգի մատրիցայի հետ կապված այսօր սա այս տեսանյութը կտեղադրեմ, որպեսզի շատ 5-եր հասկանան, թե իրենց սխալները որտեղից են գալի։ Քիչ առաջ ես ձեր սխալները, հա, բացասական կողմերը 5-ը ասեցի, իսկ սկզբից ես բացատրեցի, թե որն է իրականում օրենքը 5 էներգիա է։ 5-երից նաև ինչու՞ չէ լինում են լավ տարողներ, լինում են բավականին լավ մասնագետներ, ովքեր պետք է իրենց գիտելիքը մասշտաբայինի հետ կապ ունի, հաղորդակցության հետ կապ ունի, ճիշտ տան իրենց հետևորդներին, մարդկանց։ Սա ուսուցիչ գուրու է կոչվում։ Բավականին շատ հետաքրքիր է, շատ մարդիկ ինձ դիմել են եւ շատ լավ արդյունքներ ունեն, որոնք ես միշտ տեղադրում եմ իմ անկի նառա ուրեմն վեբ կայքում։ Այնտեղ նաև ես ունեմ իմ աշակերտների անոնիմ
գրված մեկնաբանությունները, որոնք շատ մարդկանց կարող են հետաքրքրել եւ շատ մարդկանց սրտեր գրավել։ Ունես հարցեր, ցանկանում ես քո ճակատագրի հոգի մատրիցա վերլուծենք միասին, խնդրեմ կարող ես դիմել ինձ, իմ աշխատանքները վճարովի են եւ փոխել քո կյանքը վերանայելով որտեղ ես սխալ եղել, որ թվանշանը տես, հա, բացասական դու մինչև այսօր օգտագործում ցեղիդ հայրական եւ մայրական սխալները, ինչպես դու կարող ես դրանք ուղղել, հա, եւ որն է քո էներգիաների աղբյուրները, ուժերի աղբյուրները, որպեսզի դու ճիշտ ուղով գնաս եւ քո միսիայով, հա, ապրես։ Ընդհանրապես հինգերը, եթե ցեղի մեջ, հա, խոսքի օրինակ ձեր ծնողները, եթե ձեր հանդեպ շատ խիստ են եղել, հա, վերահսկող են եղել եւ այլը, հինգերի մեջ այստեղ կարող է դուք կախված լինեք մարդկանց, հա, կարծիքներից, դա սխալ է։ Դուք եթե դիմեք ինձ, ես ձեզ կասեմ, թե դա ինչպես կարող եք բացել ձեր մեջ եւ դա ինչպես կարող եք դուք մաքրել ձեր ցեղից, ձեր հայրական ցեղից եւ մայրական ցեղից, որպեսզի ձեր խեղճերը հանգիստ լինեն։ Այսքանը։